Սիրով ներկայացնում եմ ձեզ Փարիզի հարաճ հայերեն ուրաթերթի տնօրեն եւ խմբագիր Տիկին Արփիկ Միսակյանին։ Տիկին Արփիկ, դուք ասացիք քիչ առաջ, որ ձեր ուրաթերթը Արևմտյան Եվրոպայի հայերեն ուրաթերթերից հնագույնն է, առաջինը։ Այդպես է։ Այդպես է, ուրեմն 1925 օգոստոս 1-ին է, որ հայրս Շավարժ Միսակյանը թերթը հիմնած է։ Շավարժ Միսակյանը, ինչպես ծանոթ է, հին լրագրող էր, Բոլսեն, առաջին անգամ Զաբել Էսայանի եւ Քեղամ Պարսեղյանի հետ Աստակ Շապատորյանը հիմնած են, ապա եղած է Ազատամարտի խմբակիր, եղած է անգևերչնալ Ջագադամարտի խմբակիր, դարի մնալ կացած է Գարին, ուր խմբակիրը եղած է Հարաճի, եւ այդ Գարինի Հարաճի եւ նույն քիրերն են, որ գործածվի մինչեւ այսօր Հարաճին, երբ որ հիմնած է թերթը 1925-ին։ Թերթին առաջին նպատակը եղած է գապ հաստատել այդ նոր քաղաքականության հետ, որ Բոլսեն, Անադոլուեն եկած էր Ֆրանսա, լեզվին անդեղյակ էր, երկրին օրենքներուն բոլորովին որփացած կսկար ինքը, եւ ուրեմն դեսակ մը փարոս եղած է Հարաճը այդ քաղաքականներուն համար, երբ որ հիսլամյակի արդիվ ես հուզիչ նամակները ստացած եմ, երբ որ մեկը գրեր, թե ածխահանքի մեջ երբ որ գաշխատեր, իր ընկերը հանգարց բորացած էր գիտես հայերեն օրաթերթ մգել է, եւ այդ հայերեն օրաթերթը այնադենը իրենց համար իրենց ինքնության գոյության փաստ է եղած է, եւ այդ տեսակետով է, որ թերթը քաղաքին է ծնածլալով դեսակը ընտանեկան կապ մգա ֆրանսահայ քաղաքին եւ թերթին միջև։ Հայրս շարունակած է թերթը մինչև իր մահը 1957 հունվար 26-ին, միայն ընդհատած է գամովին գերմանական գրավման շրջանին, չէ ուզած օդար բանակներու եւ օդար գրավման ընթացքին թերթը հրադարակել։ 4.5 տարի թերթը չէ հրադարակած ամբողջ գրավման շրջանին, ազատագրության բերը սկսած է։ Տիկին Արփիկ, դուք շատ լավ ասացիք, որ ձեր թերթը մի տեսակ ընտանեկան կապ ունի ֆրանսահայ գաղութի հետ, իսկ այսօր այդ կապը ինչպիսին է։ Այսօր այդ կապը միշտ մնացած է, որովհետև նույնիսկ եթե սերունդ փոխված է, այն նոր սերունդները, որ Ֆրանսայի մեջ մեծած են, մինչև այսօր ալ գվգայեն, վարժված էին իրենց մանկութենեն դունը հարաճ տեսնել։ Եվ ադիգա դեսակ ավանդությամբ շարունակված է։ Իհարկե լեզվի նահանջ չկա, պետք է իրադես լալ եւ կարելի չէ ասել, որ բոլոր զավակները կամ այսօր թորները կշարունակեն հայերեն թերթ կարդալ, ադիգա ընդհանրապես արևմտյան աշխարհի ցավերեն մեկն է, բայց եւ այնպես եթե մինչեւ այսօր գդոգանք, ասել է որ դակավին գաբգա հարաճի հետ ադոր։ Որքան է տպականակը ձեր թերթի։ Ուրեմն թերթին տպականակը, ինչպես ընդհանրապես հայկական օրաթերթերու կամ թերթերու բոլոր տպականակները չի համապատասխաներ ընթերցողներու քանակին։ Մեր տպականակը 3000 է, ինչ որ ծիծաղելի թիվ մնե, բայց կրնանք ասել, որ 10-15000 առնվազն ընթերցող ունենք, որովհետև դժբախտաբար շատեր իրարու կանցնեն թերթը, ընտանիքներ, նույնիսկ արտասահման գղրգեն, երկրե երկիր, թերթը ֆրանսահայ քաղաքին թերթն լալով հանդերձ, ուրիշ վայրերալ իհարկե գերտակ, գլխավորապես արևմտյան Եվրոպայի երկիրները, մինչև Նոր Զելանդա, մինչև Սիդնե, մինչև Կանադա, Սուդան, Սաուդի Արաբիա բաժանորդներ ունի։
Բայց Հայաստանում մենք այդ թերթը փաստորեն չենք ճանաչում։ Ուրեմն Հայաստան մեր ալցավն է, որ միայն պաշտոնական հասցեներու գրնանք խրգել, այսինքն գրադարաններու, Սփյուռքահայ Կոմիտեության, Armen Press-ի, Էջմիածնի, միայն այսինքն pedagogan արտաքին նախարարության եւ այլն, դժբախտաբար գոհուսամ, որ այս հրաբարագայնությունը եւ վերագառուցումը, որոնք արդեն սկսած են բաները փոխել, հասնին հոն, ուր Սփյուռքի թերթերը կարենան բաժանորդներ ունենալ Հայաստան, որովհետեւ նաեւ այդ ծևով Հայաստանը ոչ միայն գծանոթանա Սփյուռքի կյանքին ավելի մոդեն, այլև օգտակար եղած կլա Սփյուռքի մամուլին, որոնց տնտեսական գարելիությունները եւ դժվարությունները շատ մեծ են։ Արցախյան շարժումը տիկին Արփիկ, սկսած 1980 թվականից, 88 թվականից, որևէ փոփոխություններ ձեր աշխատանքի, լրագրողական աշխատանքի մեջ մտցրեց։ Լրագրողական աշխատանքի մեջ մտցրեց անշուշտ, որտեղ ավելի լարվածություն բերավ, ավելի ծանրաբեռնեց ասենք մեր աշխատանքը։ 1988 փետրվար 21-ին առաջին Սփյուռքի գլխորիմ առաջին օրաթերթը եղանք, որ առաջին ցույցերու լուրը դվինք նաև Արցախի մարզային խորհրդի քվեարկության։ Անգե իվեր օրորին ժամին եթե կարելի եղած է հետևած ենք, ես մինչև այսօր նույնիսկ երբ որ դակնաբալի վիճակ ալչլա, ես ամեն առավոտ Երևան գհեռացայնեմ մեր լուրերը առնելու համար։ Նաև Սփյուռքահայ Կոմիտեությունը Թելեքսով երկրաշարժի առաջին օրեն սկսյալ Թելեքսով պաշտոնական հաղորդումներ գուտա։ Անգեզատ կհետևենք անշուշտ Հայաստանի մամուլին, որոնց բոլոր այն թերթերը, որոնք արտասահման կան, որտեղ բոլոր թերթերը չեն կար արտասահման, այսինքն բոլոր թերթերուն իրավունք չունենք բաժանորդ կրվելու։ Օրինակ համար Երևոյան Երևանը արտազման ապրանք չէ։ Բիոներ գանջը այս տարի միայն ոզնինալ անցյալ տարվն է, որ արտազումալ գրնաննել, այսինքն գրնան բաժանորդ ունենալ արտասահմանի մեջ։ Ուրեմն այդ բոլոր թերթերը կստանանք, կհետևենք եւ իսկապես ավելի լարված կաշխատենք ավելի կան, այսինքն 2 տարի է, քանի մորը որ 2 տարի եղավ։ Տիկին Արփիկ, մեզանում հաճախ խմբագիրները բողոքում են, որ քիչ աշխատակիցներ ունեն եւ դա հավելյալ դժվարություններ է բերում աշխատանքում, սակայն ձեր թերթը, որը օրաթերթը եւ շաբաթական 6 թողարկում ունի, բացի այդ էլ ամսական հավելյալ թողարկում ունեք, որը կոչվում է Միտք եւ Արվեստ, ահա այս ամենը կատարում եք ընդամենը 3 հոգով։ Դժվար է։ Ընդամենը նույնիսկ 3 հոգին կարելի է շատ է, որովհետև 1 հոգին գեսոր կաշխատի։ Խաչիկը։ Խաչիկ Դերդերյանը գեսոր կաշխատի, կփոխարինե ուրիշ խմբակիրը, որ Ամերիկա փոխադրված է Հրանտ Աջեմյանը, եւ իմ գլխավոր աշխատակցուհիս է Արփի Տոտոյանը, որ կհետևի խորհրդային մամուլին ուշի ուշով, գլխավորապես ինք է որ քաղվածքներով եւ հոդվածներով աշխատակցի, նաեւ թրքերեն գիտնալը, որովհետեւ փնիկ փորսեցի է, առավելությունն է որ հարաճը այն օրաթերթը լա նաեւ որ շատ մոդեն կհետևի թուրք մամուլին, ինչ որ կարևոր բան մնե հայ իրականության համար։ Մենք իհարկե երբ որ Հայաստանի մեջ քիչ ալ գտնան աշխատակիցները, մեզ համար կզարմանանք, որտեղ ընդհանրապես բավական մեծ կոլեգիաներ կա խմբակրության համար։ Մենք շուրջ դուրսը աշխատակիցներ ունենք, բայց մնայունը այս է եւ դարբեր չի գնալ, եթե գուզենք դոգալ դրված լալով, որ ինչպես քիչ առաջալ սի նյութական պայմանները դժվար են, հարաճը անգախ օրաթերթ մնե, այսինքն որևէ գուսակցական կամ որևէ նպաստ չստանար որևէ դեղ է։ Թերթը այն թերթն է, որ գտիմանա միայն իր բաժանորդակրություններով, ծանոթություններով, որոնք շատ չեն անշուշտ, նաև ինքնապուխ նվերներով, որոնք ժողովուրդը շատ հաճախ կնե իր համագրանքը հայտնելու համար, կորզիմը հանդեպ, որ անխապան գդեվե 65 տարի է իվեր, քանի մամիս են 65-րդ տարեդարձն է թերթին։ Անի ժամ են աշխատում ձեր երկու աշխատակիցները եւ ուրեմն ես որբեսի իհարկե այսքան քիչ անձնագազմով կարենանք թերթը հանել, ես արդեն 7 անցած կորձի կան, մինչև իրգվան 7, այսինքն վարչական աշխատանքն ալ գդանիմ, հերացայնի ալ կպատասխանեմ,
եթե հաշվետվույթեր պետք է մեքենակրել անալ գնեմ, հոդվածներն ալ գսրբակրեմ, այդ աշխատանքը բարդավոր եմ դանիլ, որովհետեւ թերթը ինքնապավլա եւ նյութաբես թիմանա, ինչ որ շատ կարևոր է, ինձ համար թերթին նյութական անկախությունը եւ ինքնապավությունը ամենեն կարևոր աստակներեն մեկն է, որևէ մամուլի, որովհետեւ իսկապես անկախ մամուլ մըլլա։ Աշխատակցույց, որ Արփի Տոտոյանն է, անալգուկա ուտուգեսին ադենները, անալ ամբողջ օրը գաշխատի, գլխավորապես ինք իհարկե խմբակրական աշխատանքներ գնե, բայց եթե ես պատահի որ բացակայեմ ինչպես նոյեմբերին Հայաստան եկա համակումարի արդիվ, այն ադենը ինքալ վարչական պերնալ վրան գավելնա եւ վարժված ենք այս ցևով աշխատի։ Դբարանի մեջ 3 գործավոր կա, որուն 2-ը հայ են, մեկը ֆրանսացի է։ Ֆրանսացին ամենեն հինն է 1957-ի վեր աշխատիկովս, որովհետեւ հորս ողջության մենք դբարան չունեինք դակավին, հորս մայեն վերջն է որ փոքրիկ դբարան ունենք, ուր դակավին հին ցևով դողաշար մեքենայով աշխատենք, այսինքն օֆսետ չենք, եւ ամենեն հինը այդ ֆրանսացի երդասարդ տղան է, որ ինքն իրենը քիչ շատ հայերեն ասորված է եւ գլխավորապես մեր քիրքերը որ դբացենք առաջ մադենաշարի շուրջ 15 հազար դբացենք նաեւ դբարան ունենալնուսի վեր գլխավորապես ինք տարած է այդ աշխատանքը։ Տիկին Արփիկ նկատել եմ որ այստեղ ձեր խմբագրությունը շատ մարդիկ են գալիս մեր հայրենակիցները այս խմբագրությունը որևէ նշանավոր հայերի հիշում է։ Այս խմբագրությունը հավանաբար իմ ձնելես առաջալ շատ անցեր դեսած է Ահարոնյաններեն, Խադիսյաններեն, Ռուփեններեն, հին խմբագրադումները եթե երթանք, գուցե ամենեն հատկանշականը կամ տիպիկը որ գրնամսել վերջին շրջանի համար որ այս առավելապար վայլած եմ Ուիլյամ Սարոյանն է, որ դարին 6 ամիս հոս կաբրեր, Փարիզ կաբրեր աշխատելու համար եւ խմբագրադան մոտ կփնագեր։ Եվ ամեն օր ժամը 5-ին վերջ գուքաշ խմբագրադուն կնստեր Թուրինկովը եւ ամեն անգամ որ մեկը ներս մտնար մեծ հետաքրքրությամբ կհարցներ թուն ով ես թուն անունդ ինչ է թուն քրե աստեղ քու անունդ հագարականոր որ ինքայերեն չեր գրնալ գարտալ ես չի հասկնար երբեմն որ ինչպես այդքան մանրամասնորեն գհեդեվի մենք հետո 5-ին 6-ին ընկերներ գուկային երբեմն բաժակ մգարնեինք միասին եւ այլն իր մահեն վերջը անագնգալը ունեցա դեսնալու որ թադերկություն մկրած է որ անդիբեր եւ իր վերջին կրությունն է որուն անունը Հարաչ է եւ ուրեմն այդ ամբողջ Հարաչի մեջ անցուտարցին թադերկությունը կրած է հետաքրքրականն է ուր իարգե քիչմը երևակայական ալմասեր կա այսինքն այցելուներ ծրած է մեջը որոնք չեն եկած բայց ընդհանրապես թերագադարները բոլորնալ Հարաչ իր գվան 5-ին 6-ին Հարաչ հաճախող մեր ընկերները եղած են։ Տիկին Արփիկ վերջին հարցը թերևս ձեր կարծիքով խորհրդահայ մամուլում իրոք հաստատվել է հրապարակայնությունը։ Հրապարակայնություն հաստատված է անկասկած գլխավորապես իհարկե Երեգոյան Երևանի ավանգարդի բիոներ գանչի որ մեզ համար նորություն եղավ բիոներ գանչը մենք բիոներ գանչ չէինք տեսնել ինչպես բոլոր թերթերը արտոնված չէին արտասահմանի համար իհարկե շատ մեծ տարբերություն կա քանի որ բոլոր այսինքն Հայաստանը դերը գրծավը լալ վերջապես իր պատմության եւ ասիգա իհարկե շատ կարեւոր երևույթ է։ Շնորհակալություն Տիկին Արփիկ։ Ուրեմն մենք նաեւ Հարաչ մադենաշար հրադարակչական գործած ենք, հայրը շատ կուզեր որ ունենք եւ այդ ուղղությամբ առաջինը որ հրած ենք իր գործերեն միշտ հայրը սկսել որ ինձ մե բամը պիտի չմնա, քանի որ քիրք չեմ գրած եւ օրաթերթը մեկ օրվան կյանք ունի։ Ադոր համար է որ երբ մեռավ առաջին գործը որ ըրինք իր ամբողջ գրություններն ասենք ծաղկակաղ մներ որ օրեր եւ ժամեր խորակրին դակ հրադարակեցինք։ Անգեզատ մեր 15 անգե վերջը Հարաչի վերապերյալ հրադարակած են 50-ամյակի արդիվ ծաղկակաղը, որուն գողքը ըրած է Քարզուն, բանը օրինակողն է, փուն օրիգինալն է, այսինքն շապիկը, եթե ուզեք,
Նաև ուրեմն 60-ամյակի արդիվ հադորմը եւս հանած ենք, անգեզած հրադարագած ենք Շահան Շահնուրի կորձերը, Զուլալ Կազանջյանի կորձերը, Խաչիկ Թորլելյանի, Ենոխ Կլաչինյանի բազմաթիվ կորձեր հրադարագած ենք իբրև առաջ մատենաշրջան։